ժողովրդավարական պետության զարգացման բնականոն ընթացքին եւ ինչ-որ չափով նաեւ կսահմանափակի առանձին անհատների ազատությունը եւ քաղաքական քննադատությունը։ Քաղաքացիական հասարակության անդամները, եթե տեսնեն, որ որևէ անհատ իր քաղաքական տեսակետները արտահայտելու քաղաքական քննադատությունը արտահայտելու համատեքստում ենթարկվում է քրեական պատասխանատվության եւ անձնական ազատության զրկման, դա շատ վատ կազդի ժողովրդավարական պետության զարգացման բնականոն ընթացքին։ Մենք խնդրում ենք եւ մեր համար ձևավորել ենք մի հարց, որի հիման վրա ես կձևավորեմ իմ խոսքը, արդյոք պետությունը ցույց է տվել, որ 22-ամյա Երեմ Երեմյանի ազատությունից զրկելը այս պահին իսկապես անհրաժեշտ է եւ որ որևէ ավելի մեղմ միջոց ի վիճակի չէ ապահովել վարորդի բնականոն ընթացքը։ ՊՊՑ աշխատակիցները, շարության վարորդները ասել են, որ այս մարդը դժգոհում էր սոցիալական վիճակից։ Բա ո՞նց չդժգոհ էր սոցիալական վիճակից։ Մի վարքյան ներողություն ես ցույց տամ, թե այս մարդիկ ինչպիսի պայմաններում են ապրում։ Ուղղակի չեմ կարող ասեմ, ասենք ո՞նց կարելի է այս պայմաններում ապրել ու չդժգոհել։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է լինեն պիտանի եւ անհրաժեշտ սահմանությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը։ Պետք է նշել, որ ընտանեկան այդ կապերը չեն կարող համադրել մեղադրյալի այդ փախուստի ռիսկի հետ, այսինքն չեն կարող համարել որպես ռիսկի գործոն։ Մեղադրանքի կողմի տրամաբանությունը կայանում է նրանում, որ Երեմ Երեմյանը 6 ամսվա ընթացքում 5 անգամ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այստեղ պաշտպանությունը ստիպված է տալ մի շատ պարզ։ Սակայն այս գործում պետք է հստակ տարբերակել երկու իրարից էապես տարբեր երևույթներ։ Դրանք են վիրավորական քաղաքական խոսքը եւ քրեորեն պատժելի ատելության խոսքը։ Հասարակական ինչպիսի հարաբերությունների զարգացման ընթացքում ամոթանք տալը դարձավ ատելություն։ Չէ որ ատելությունը պայմանավորված է որպես զգացմունք, իսկ ամոթանքը դա ուղղակի արձագանք է որոշակի գործողության նկատմամբ։ Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով արտահայտել այն իրավական դիրքորոշումը, որ քաղաքական գործիչների դեպքում գործի քննադատության թույլատրելի սահմաններն ինքնին ավելի լայն են։ Այս իրավական նախադեպային իրավունքը ինքնին այս հարցի համար կարևոր դրույթ է։ Դատարանի առջև մեր բարձրացած խնդիրը ոչ թե արարքի, Երեմ Երեմյանի կատարած արարքի ոչ թե բարոյականություն գնահատումն է, այլ շատ ավելի կոնկրետ հարց ենք մենք այսօր քննարկելու, իրավական հարց ենք քննարկելու։ Արդյոք օբյեկտիվ իրականությունում տեղի ունեցած Երեմ Երեմյանի վարքագիծը համապատասխանում է մեղադրանքով առաջադրված քրեական օրենսգրքի համապատասխան հանցակազմին, այս դեպքում խուլիգանության հանցակազմի 297-րդ հոդվածի առաջին մասը։ Այդ նույնաբովանդակ ցուցմունքները ինքնին չեն ապացուցում այն հանգամանքը, որ իրականում խուլիգանություն տեղի է ունեցել։ Այստեղ կարող է հարց առաջանալ, թե ինչու է որ ցուցմունքի մեջ նշված է լավ եմ արել արտահայտությունը, բայց ես այստեղ ցանկանում եմ հետեւյալը նշել, որ սուբյեկտիվ կողմը խուլիգանության հանցակազմի նշում է, որ անձը պետք է եւ գիտակցի ինչ է անում եւ ընդունի իր արածը, այսինքն ինքը պետք է նպատակադրված աներ այդ գործողությունը, որպեսզի խուլիգանության հանցակազմը համարվեր ապացուցված։ Պատվարժան դատարան քաղաքական դժգոհության վիրավորական կամ սուր արտահայտումը քաղաքական դժգոհությունը վիրավորանքը կամ սուր արտահայտումը վիրավորանքի ինքնին դեռևս չի նշանակում խուլիգանություն։ Հենց այս հանգամանքների վերաբերյալ է ՄԻԵԴ-ի ամենաառանցքային գործերից մեկը հենդիսայդը ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, որի 40-րդ պարբերությունում ուղիղ մեջբերում եմ։ Արտահայտվելու ազատությունը կիրառելի է ոչ միայն այն տեղեկությունների կամ գաղափարների նկատմամբ, որոնք ընդունվում են բարյացակամորեն կամ համարվում են անվնաս կամ անտարբերության արժանի, այլև նրանց, որոնք վիրավորում են, ցնցում կամ մտահոգում են պետությանը կամ բնակչության որևէ խմբին։ Շատ տակին է, բայց օրմեկ իրար ուտվեին լարիվում մասը, մի էլիզվար ճալի պատմություն կա։ Թբիլիսի ենք եկել
իրավաբանության հետ կապված հարցերով, բայց Թբիլիսին այնքան հայաշունչ քաղաք է, որ ուղղակի երևի ամենահայաշունչ վայրերից մեկում ենք հիմա այս քաղաքի, որը բոլորի սրտերում է եւ շատ դժվար է ամենայն հայոց բանաստեղծի հետ այսքան կապված վայրում փորձել ինչ-որ կապակցված մտքեր ասել։ Ամեն դեպքում ուզում եմ մի քանի կարևոր բան ասեմ եւ ամփոփեմ մեր ամառային դպրոցի աշխատանքը։ Հիմա կուզեմ մի քանի շնորհակալություններ ասել այն մարդկանց, այն կազմակերպություններին, որոնց շնորհիվ էս ամառային դպրոցի իրականություն դարձավ եւ մենք անընդհատ հիշատակում ենք մեր գործընկերներին եւ ընկերներին։ Ավետիք Իշխանյանի անվան 3-րդ իրավունքի պաշտպանության ամառային դպրոցը, այսպես արդեն կարող ենք բավական ավանդույթ ունեցող կառույց, չասեմ, ինչ որ ծրագիր անվանել եւ առաջին տարվանից սկսած մեր գործընկերները թե մասնագիտական եւ թե նյութական անների զոհ անպայման հիշատակել Ամերիկայի հայ իրավաբանական միությանը, Armenian Bar Association, Ռուսաստանի հայ իրավաբանների միությանը, Գերմանիայի հայ իրավաբանների միությանը, ուզում ենք ուրախությամբ ասել այս տարի մեզ միացել է նաև Նիդերլանդների հայ իրավաբանների եւ փաստաբանների միությունը որպես մեր գործընկեր, ուզում եմ հատուկ ընդգծել ֆրանսիահայ իրավաբան Ժիրայր Գերգերյանի նաև օժանդակությունը մեզ եւ ուզում եմ նշել, որ մեր ծրագրին կարևոր այսպես մասնակցություն է ունենում Ավետիք Իշխանյանի ընտանիքը։ Հիմա դրա հետ կապված մենք խոսենք։ Մենք խոստացել ենք, որ հիմա ամփոփելու ենք եւ այս նվիրական տեղում մենք ամփոփելու։ Իհարկե դժվար է ամփոփելը, որովհետեւ մրցույթ մեկը ավելի լավ, մեկը մի քիչ ավելի վատ, դրա մասին պետք է խոսենք, բայց պետք է ասենք, որ բոլորից գոհ ենք ընդհանուր առմամբ եւ միաժամանակ որոշակի այսպես հայտարարություններ դրա հետ կապված պետք է անենք։ Մենք այս տարի որոշեցինք նաև հաշվի առնելով այն թե որտեղ ենք մենք դա հայտարարելու, մեր բոլոր նվերները լինեն գրքերի կամ գրականության տեսքով։ Մասնավորապես երկու հաղթող թիմերի եռյակները ստանալու են զանգակ գրատան նվերքարտեր 30,000 դրամի չափով, մի խմբինը հովանավորել է Ավետիք Իշխանյանի ընտանիքը, մյուս թիմինը, ինչպես նաև բոլոր մյուսների համար 10,000 դրամի չափով զանգակից նվերքարտերը մեր նոր գործընկեր Նիդերլանդական իրավաբանների եւ փաստաբանների միությունից մեր լավ գործընկեր Վազգեն Սարգիսը։ Իրեն նույնպես շնորհակալ ենք, որ այսպես բացի նրանից, որ մեզ այսպես օգնել են մյուս առումներով եւս, նա հատուկ նշեց, որ կուզենայի, որ բոլորը ինչ որ մի այսպես մրցանակ ստանան։ Ես հիշեցնեմ նաև, որ մեր Ռուսաստանի հայ իրավաբանների միության կողմից նաև կրթաթոշակ է ամսական բոլորիդ նշանակվել 20,000 դրամի չափով, կարող այնքան էլ լավ չձևակերպեցին, մի անգամ եւս ասեմ, որ դա մեկ անգամյա չէ, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում է։ Հիմա իմ ամենասիրած հատվածը, որովհետեւ անձամբ իմ գրքերի մասին է խոսքը, եւ ես ուզում եմ լավագույն երկու բանախոսներին հանձնել իմ աշխատություններից առաջինը Էդուարդ Չախմաղչյան։ Էդուարդ ջան ապրես։ Մյուս լավագույն բանախոսը Էդվարդն այս թիմը հաղթող թիմներ է, ասեմ որ հանկարծ բան չլինի, իրանց թիմը հաղթող թիմներ։ Իսկ մյուս լավագույն բանախոսը Վիկտորիա Իսահակյան։ Վիկտորիա ջան ապրես։ Անդիջոշ տվարես։ Գարեգին Պետրոսյան։ Գարեգին ջան։ Մարիաննա Շահինյան։ Տարոն Պետրոսյան։